Աստվածային եկեղեցի։ Տեսնում եք, ժողովուրդ, հենց այնպես ոչինչ չի լինում։ Ժողովուրդ ջան, Աստված բերեց Մարիամ Աստվածածին, ընդ որում որոշել էինք գնայինք լրիվ ուրիշ տեղ։ Գնում էինք Գութանասար, բայց սխալվեցինք, մոլորվեցինք, էստրիմ ճանապարհներով չգիտեինք ինչպես դուրս գանք եւ Աստված այդ ճանապարհով բերեց, հասցրեց մեզ Մարիամ Աստվածածին։ Իհարկե մտնում ենք Մարիամ Աստվածածին մեր ժողովրդի համար աղոթենք, ինչ սիրուն է, հանուն մեր ժողովրդի, Աստված տա մեր եկեղեցու զանգերը միշտ փողանջեն, մեր եկեղեցիները միշտ կանգուն լինեն, հավատքով մեր ժողովուրդը մտնի ու դուրս գա եւ յուրաքանչյուր անգամ ամեն մոմ վառելուց, որպեսզի Աստված լսի մեր աղոթքը եւ կատարի բոլորիս ցանկությունները։ Մենք ամենահին, կարելի է ասել, Աստծո կողմից ընդունված ժողովուրդն ենք եւ համոզված եմ, որ Աստված մեր ձայնը կլսի եւ մենք կապրենք խաղաղ երկնքի տակ։ Ժողովուրդ, աշխարհում տարածված սփռված հայեր, կա նման դրախտային վայր, որտեղ հենց այս պահին մենք ենք ու Մարիամ Աստվածածին եկեղեցում։ Ժողովուրդ, տեսեք ժողովուրդ, նույնիսկ անգամ կա մոմեր, որ հիմա մենք վառելու ենք մեր ազգի համար, ժողովուրդ ձեր համար, ձեր ընտանիքների համար, ձեր երջանկության համար, ձեր առողջության համար։ Ես ուզում եմ, որ յուրաքանչյուրս ապրենք խաղաղ երկնքի տակ, առանց մեկս մեկի նեղություն տալու, առանց մեկս մեկի չարություն անելու, առանց մեկս մեկի վիրավորելու, որովհետև իմ շատ սիրելի ժողովուրդ, չէ որ բոլորս դա գիտենք, որ յուրաքանչյուր վատ խոսք, յուրաքանչյուր նեղվածություն, յուրաքանչյուր ստրես հենց անդրադառնում է մեր առողջության վրա։ Այս երկուսը իմ ժողովրդի համար, այս երկուսը ամբողջ երկրով մեկ սփռված նորից իմ ժողովրդի համար, հայրենիքի համար եւ յուրաքանչյուր մարդ, որ գա Հայաստան եւ պտտվի այն վայրերը, որը հիմա շատ պատահաբար
Աստծո ուղղորդությամբ մենք գտնվեցինք։ Զինվորների համար իրենք ապրեն խաղաղ երկնքի տակ։ Այս բոլորը մոմերը բոլորիս համար թող մեզ առողջություն եւ հաջողություն բերի։ Նաեւ ես ուզում եմ նաեւ ասել իմ շատ սիրելի ժողովուրդ, քանի որ այստեղ մարդ չկար, յուրաքանչյուր եկեղեցի սիրում է որ անպայման նաեւ խունգ ծխա այնտեղ։ Մենք հիմա տեսեք խնկեր եմ բերել, որը Երուսաղեմից են։ Տեսեք, այս խունգը, խունգի ծուխը, թող գնա առ Աստված, և մեր ձայնը հասնի Աստծուն և կատարի բոլորիս նպատակները։ Բոլոր հիվանդները, բոլոր այն մարդիկ, որոնք նեղված են, բոլորը ուզում եմ աղոթել նաև նրանց համար, որ նրանք լինեն առողջ և ընդհանրապես ոչ մի մայր երբեք արցունք չտեսնի։ Իմ շատ սիրելի ժողովուրդ, ձեր համար տեսնում եք ինչ հրաշք տեղ է և Մայրամ Աստվածածինը։ Ես սիրում եմ ձեզ ժողովուրդ և դա ասում եմ Մայրամ Աստվածածին եկեղեցում։ Ես սիրում եմ ձեզ ժողովուրդ և կխնդրեմ Մայրամ Աստվածածին, որ միջնորդ լինի իմ և իր տղայի միջև, որպեսզի մեր ազգը ապրի խաղաղ, երջանիկ, առողջ լինի յուրաքանչյուր մարդ, յուրաքանչյուր, ոչ մի մայր արցունք չթափի, թող երեխան նեղվի ծնողին ճանապարհելու համար։ Բոլորիս համար իմ սիրելի ժողովուրդ, լավ լինենք։ Տեսեք խունգը ինչպես է ծխում, տեսեք մոմերս ինչպես են այրվում։ Ժողովրդիս համար թող միշտ զնգա եկեղեցու զանգը և թող միշտ զնգա իմ ժողովրդի հոգին խրոխտ, առողջ, երջանիկ և հաղթանակած։ Մենք հզոր ազգ ենք, մենք սիրում ենք մեր ազգը, մեր հայրենիքը, մենք կարող ենք հզոր լինել։ Աստված ջան, Մայրամ Աստվածածին ջան, իմ ազգի համար, թող լավ լինի իմ ազգը։ Տեսակ ժողովուրդ, հետո էլ ասում եք, հրաշքներ չեն լինում։ Հրաշք չէր սա, մեկնաբանեք,